Ճամբարակից թթու ջուր գրեթե մինչև Տավուշի սահման ծխում են սարերը։ Արդեն 3 օր է, իմ իմանալով։ Թթուջուրցի այս կնոջ նման շատերը գիտեն, որ հրդեհն արդեն մի քանի օր է անխնա տարածվում է սարերում, խոտածածկ լայնամասշտաբ տարածքներ կուլ տալով։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրությամբ 3 է բռնկվել հրդեհը։ Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի ստորաբաժանումների փրկարարներին հաջողվել է գիշերվա ընթացքում վերահսկելի դարձնել կրակը, որ 3 օջախ է ունեցել։ Երկար ժամանակ տարբեր օջախներ, տարբեր հեռավորությունների վրա տենց ոնց որ առաջանում էր ընթացքում մարում էին կրկին նորից հրկիզումներ կամ ինքնահրկիզումներ տենց եղանակային պայմաններից ելնելով տարբեր օջախներ առաջանում, բայց հեռու սարերում հիմնականում խոտածածկ տարածքներ են։ Մեր թղթակցի հետ զրուցած համայնքի բնակիչների կարծիքով դեռ կան ակտիվ կրակի օջախներ, պարզապես դրանք երևացող սարերի հետևում են, այնտեղ հասնելն անգամ մեքենայով անհնար է։ Բնակիչներին հուսադրում է այն, որ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը Եղևնիների խիտ անտառներ ու գյուղեր։ Վերև իրանք պահում են, որ չանցնեն յանի անտառները, այսյանն էլ 3 անջատեցին։ Եթե հրդեհը մտնի անտառ, կարող է տարածվել արդեն մինչև Տավուշի մարզ։ Ընդ որիշնի անտառնին կյումա դիլիջանի մինչև նոյեմբերան դենս կարող է կնապարահեն։ Արդեն քանի օր է անտառներով շրջապատված մարդիկ մաքուրոտ չեն շնչել։ Երեքստեղ կանգնած խեղդվում ենք այդ ծխերից։ Ինչից է բռնկվել չոր խոտածածկույթը նոյեմբերի կեսին։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի կարծիքով այդպես չէր լինի, եթե ձյուն լիներ սարերում։ Որպես կանոն տարվա ժամանակ միշտ վկայուն ձնածածկույթ է լինում, նաև այդ դրա բացակայությունն է հիմնականում, որ առիթ հանդիսանում է հրկիզումներին։ Ճամբարակցիների կարծիքով լայնամասշտաբ հրդեհը կարող է մի չհանգցրած ծխախոտ նետելուց սկսված լինել կամ խոտերի վրա գցած ապակուց։ Կամ էլ Շուշից կառավարվեն, որ արևը ֆոկուսացնում է, խոտերը հնձած չի, այդ էս կպնի չոր խոտա։ Ջահելություն է, էլի։ Այդ ունախ պետ բիսետ կեքեն էթում, բան են անում, խմում են, ուտում են, ովշեմ, պապիրոժա, կրակա, կցում են, ծավոտ տանամ, վարում արդը։ Բնակիչները պատմում են, որ նոյեմբերի սկզբից են հրդեհները լուսավորում մոտակա սարերը, ամսվա կեսին դրանք ինքնամարվել են անձրևների շնորհիվ, հետո վերսկսվել։ Այն անգամ մեր պաժարնիկները հազիվ էին տավարը հանել կրակի մեջից։ Հրդեհների մի մասը հայ-ադրբեջանական սահմանի մոտ է։ Հնարավոր է, որ թշնամու կողմից են դրանք անցել մեր տարածք։ Բնակիչներից մեկը պատմում է, որ եղել են այդպիսի դեպքեր։ Մեր կողմից էլ ադրբեջանական կողմ է անցել կրակը։ Իսկ հնարավոր է, որ թշնամին է միտումնավոր կրակի տվել սարերը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցը մեծ զրույցում հերքել է այս կասկածները։ Չէ։ Լիլիթ Սարգսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։